Եթե փորձենք Դավիթ դիտարկել Թրամփի խաղաղության խորհրդի կազմը Գազայի հարցով, որևէ հաշվարկ կարող ենք տեսնել տակը։ Ինչպես տեսնում ենք վերջին զարգացումներով, որպես այդպիսին հստակ քաղաքականություն չկա, կա խորհրդի կազմ, որը հստակ է ավելի, ղեկավարում է հենց ինքը Դոնալդ Թրամփը եւ կան խորհրդի անդամներից Մարկո Ռուբիոն, Ուիտկոֆը, կան կարևոր այդպիսի քաղաքական գործիչներ, թե Միացյալ Նահանգներից, թե Մեծ Բրիտանիայից, սակայն վերջին հայտարարությամբ կան նաև հրավերներ տարբեր երկրների ղեկավարներին։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության հրավեր ուղարկվել, որը մենք ընդունել ենք, ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն որպես այդպիսին, թե որ երկրները կլինեն, թե ինչ պետք է անեն, հստակ չկա ինչ-որ քաղաքականություն, որ նրանք ինչ-որ մասը պիտի լինի, մյուս մասը չլինի։ Կա ինֆորմացիա, որ չկա Պաղեստինյան ինքնավարության այդ ղեկավար կազմը այդ խորհրդում, կա եւ առանձին կառավարող խումբ, որտեղ պետք է լինեն, այսինքն այդ Գազայի խաղաղության մեջ ներգրաված երկրները, հարևան Եգիպտոսը, կար Կատարը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ, սակայն այդտեղ էլ կա հակասություններ, քանի որ օրինակ Իսրայելը դեմ է, որ Կատարը եւ Թուրքիան որևէ ներկայություն, որևէ ինչ-որ գործողություններ կատարեն Գազայի տարածքում, մեղադրում է, որ նրանք աջակցում են Համասին։ Եվ դա զարմանալի չի, քանի որ Կատարը անցած տարի դեռ միջնորդական դեր էր կատարում եւ Իսրայելը հենց հարված կատարեց Կատարին, պատճառաբանելով, որ այնտեղ է գտնվում Համասի ղեկավարը, որը կառավարում է։ Այսինքն նման քայլով արդեն իսկ կասկածի տակ էր դրված Կատարի միջնորդական դերը։ Դավիթ, կա կասկածանք, որ Թրամփը ուզում է ՄԱԿ-ին հակակշիռ ստեղծել այս խորհրդով։ Կարելի է ենթադրել, քանի որ Թրամփը հայտարարել է, որ այնտեղ չեն ծախսվի այս խորհրդում մեծ գումարներ, չեն մսխվի գումարներ, չեն լինի բարգեւավճարներ եւ այսպիսի բաներ, այլ կծառայեն բացառապես տեխնոկրատ խնդիրներով, այսինքն խոր չեն զբաղվելու քաղաքականությամբ, տրվելու է այդ երկրներին կամ անդամներին որոշ ոլորտներ, որոնք նրանք պետք է զարգացնեն։ Այսինքն այս խորհուրդն է որոշելու Գազայի ճակատագիրը։ Գազայի ճակատագիրը որոշելու է կառավարող մարմինը, որի ղեկավարը Դոնալդ Թրամփն է։ Դեռ հստակություն չկա, որովհետև Իսրայելն էլ ասել է, որ իրենց հետ համաձայնեցված չէ։ Կա կառավարող խորհուրդ։ Ես միգուցե սխալ ձևակերպեցի հարցը։ Այս խորհրդում է ձևակերպվելու Գազայի ճակատագիրը։ Քաղաքական առումով ոչ, քաղաքական առումով արդեն գործադիր մարմինը, որտեղ սահմանափակ քանակությամբ երկրներ են լինելու։ Իսկ այս ծրագրով Թրամփը անդամ երկրները, այդ կառույցի անդամ երկրներ են։ Պաղեստինցիներ են ենթադրում լինելու։ Ոչ միայն, տարբեր երկրների ղեկավարներ են լինում։ Պաղեստինը դեռ պետք է Համասի զինատապում բացառությամբ Համասի, այո, եւ նույնիսկ ասել են Արևմտյան ափի այդ կառավարող ղեկավար կազմել դեռ պետք է չլինի, սակայն ըստ ամերիկյան որոշ լրատվականների ասվում է, որ նրանց պետք է ընթացքում հանձնվի կառավարումը Գազայի։ Ներկայում պետք է նախապատրաստվի Գազան, որ հանձնվի ղեկավարությանը պաղեստինցիների։ Չկա ժամանակացույց։ Չկա ինչ է։ Հստակորեն չկա որևէ դեռ երկրորդ էտապն է խաղաղության այդ ծրագրի, որը Թրամփն է առաջ քաշել։ Քրդական հարցը ինչու է ակտիվացել։ Քրդական հարցը տարբեր երկրներ օգտագործում էին տարիների ընթացքում։ Սիրիայում են ակտիվացել, քանի որ դեռ 2025 թվականին պայմանավորվածություն կար, որ պետք է քրդական թուրք-սիրիական սահմանին է բախում։ Այո, ակտիվացել էին քրդերը նույնիսկ Իրանի տարածքում, սակայն Սիրիայինը փոքր-ինչ տարբերվում է, քանի որ նրանք ձգտում էին ինքնավարության, սակայն ինչպես տեսնում ենք զրկվում են այդ իղձը կատարելու ցանկությունից, քանի որ ինչպես տեսանք վերջին ժամերի ընթացքում ԱՄՆ բանագնացը հայտարարեց, որ քրդական դեմոկրատական ուժերը Սիրիայում ստեղծվել էին այն բանի համար, որ դիմակայեն Իսլամական Հանրապետության զինյալներին, որ եւ պատճառաբանում են, որ այժմ Սիրիան ունի կանոնավոր իշխանություն, բանակ, որոնք նրանք կարող են կատարել այդ գործառույթները։ Այսինքն մերձ բախման հավանականությունը փոքր է։ Մեծ բախման։ Այնպեսին ինչպեսին մենք պատկերացնում ենք Մերձավոր Արևելքում կարող է լինել։ Այժմ բախումներ գնում են Սիրիայում քրդական եւ սիրիական ուժերի միջև, սակայն երեք Թուրքիան էլ ավիահարվածներ հասցրեց Սիրիայում քրդական ուժերին։ Բավական լարված իրավիճակ է եւ շատ բարդ է ներկայացնել, որ հստակ կողմեր կան կամ պատերազմող ինչ-որ զարգացումներ կարող են լինել։ Թուրքիայում օրինակ քրդերը վերջին ժամերի տեղեկություններով իրենց սոցկայքերում տեղադրած ինֆորմացիայի համաձայն մոտեցել էին Սիրիայի սահմանին, ցանկանում էին անցնեն եւ կռվեին, որովհետեւ համաձայն չէին այդ պայմանագրին, որը նախորդին հայտարարվեց։
մոտենանք մեզ Իրանում հանգուցալուծումը ընթացքի մեջ է, հանգուցալուծում է տեղի ունենում, թե դեռ շուտ է այդ մասին։ Կարծում եմ դեռ շուտ է որևէ կարծիք հայտնելու համար, սակայն հաջողվեց Իրանի իշխանություններին զսպել այդ մեծ ցույցերը ճնշելու գնով։ Կարելի անվանել ճնշել կամ նրանք անվանում են պայքար ահաբեկիչների դեմ եւ ապացուցող տեսանյութեր հրապարակում։ Զարմանալի է փաստը, որ Իրանում կար օրինակ Starlink-ի օգտատերեր, ինչպես էին ներկրել, եթե սանկցիաներ կա Միացյալ Նահանգների կողմից կամ եւ այլն, այսինքն շատ հարցեր կա, որը երկու կողմն էլ ներկայացնում է որպես ճնշումներ կամ ահաբեկչություն, սակայն շատ բարդ է էությունը հասկանալու, որտեղ ինտերնետի պակասը բավական ազդում է ինֆորմացիան ճիշտ ընկալելու համար։ Մեզ ինչպեսի Իրանն է շահեկան այսպես։ Մեծ շահեկանը ստաբիլ Իրանը, որպեսզի հասկանանք ում հետ ենք աշխատում, քանի որ ունենք դեռ բաց երկու սահման։ Թեկուզ այսպիսի համակարգով։ Այսպիսի համակարգով բավական լավ համագործակցում ենք մենք, որովհետեւ խնդիրներ չկա, մենք նույնիսկ եթե չեմ սխալվում, մինչև առևտրաշրջանառության 30%-ը մեր կատարվում է Իրանի միջոցով ապրանքաշրջանառությունը, որը բավական լավ է։ Մեզ պետք է ստաբիլ, որ չլինի օրինակ չարժանանա Իրաքի ճակատագրին։